Պարոն Մանվելյան, մասնագետները պնդում են, որ թրիփի իրագործումը սպառնալիք է նաև Հայաստանի էներգետիկ անվտանգությանը։ Երեկ ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանը հայտարարեց, Հայաստանի ու Ադրբեջանի էներգոհամակարգերը միանալու են իրար ու դա լինելու է փոխադարձության սկզբունքով։ Ուզում եմ հասկանամ, սա ինչ մեզ օգուտ կտա, ինչ որ եթե կտա թե վնաս է, թե ինչ է ըստ ձեզ։ Նայեք, եկեք սկսենք այսպես կոչված փոխադարձության սկզբունքի մասին։ Գոնե վերջին 7-8 տարին տեսել ենք, որ գործող ռեժիմի օրոք Հայաստանի Ադրբեջանի հետ հարաբերություններում երբեք փոխադարձ չի եղել։ Հայկական կողմը ցավոք սրտի միշտ եղել է զիջող կողմ։ Սա մի քաղաքական կուրս է, որ սրանք որդեգրել են եւ չեն պատրաստում հրաժարվել։ Հետեւաբար, երբ որ ասում են փոխադարձ, իմացեք, սա նշանակում է Հայաստանը պատրաստվում է հերթական զիջման գնալ հօգուտ Ադրբեջանի նրա քաղաքական, տնտեսական, տվյալ դեպքում նաեւ էներգետիկ առավելության։ Հետեւաբար արդեն փոխադարձ բառը պետք է մարդկանց հուշի, որ մենք գնում ենք հերթական զիջման։ Էներգոհամակարգերի միավորում հասկացողությունը ինքը բավական տգետ հասկացողություն է, որտեղ էներգոհամակարգեր միավորել անհնար է։ Դրանք կարելի է սինխրոնացնել։ Եվ այդ սինխրոնացումը կարող է տեղ ունենալ տարբեր ձևերով, համակարգերը կարող են ինչ-որ առումով իրար աջակցեն, օգնեն, չգիտեմ, ասենք, եւ այլն, բայց միավորել դրանք որպես կանոն միավորումներ այդպիսի դա sense ասեմ բավականին բարդ երկարատև համագործակցության անել։ Ավելի շուտ պետք է հասկանալ, թե սրա քաղաքական, ասենք թե նպատակը որն է։ Ինչու է հանկարծ Ադրբեջանը համաձայնի իր էներգոհամակարգը, sense ասեմ, սինխրոնացնել հայկական հետ։ Իմ կարծիքով քաղաքական նպատակը մեկն է ատոմակայանի փակում։ Եվ Հայաստանի էներգետիկ կախվածության մեծացումը Ադրբեջանից, սա է նպատակը։ Այսինքն ոչ մի համակարգերի միավորում չի լինելու, ատոմակայանի փակում է խնդիրը, մենք էլ համաձայնում ենք։ Փաստացի մենք դրան ենք գնում, չէ, ես համոզված եմ, որ ամենաբարձր մակարդակում իրենք դրա հենց այդ գործընթացին են լծվել, որտեվ Ադրբեջանը եւ Թուրքիան բառացիորեն ամիսներ առաջ եւ դրանից նախկինում են բազմաթիվ անգամներ հայտարարել են, որ ատոմակայանը սպառնալիք է, որ պետք է ատոմակայանը փակվի, իրենք երբեք չեն դակցրել իրենց նպատակը։ Ուստեղ միշտ հարցը առաջանում, բա Հայաստանը էլեկտրաէներգիա ո՞րց է ներմուծելու, հիմա իրանք փորձում են առաջարկենք տեսել Ադրբեջանը, ես համոզված եմ շուտով նաև Թուրքիան կասեն, որ մենք էլեկտրաէներգիա կմատակարարենք Հայաստան։ Այսինքն մեր կախվածությունը կրիտիկական մեր համար անվտանգային այս կարևոր գործոնից ոնց որ էլեկտրաէներգիա արտադրությունը դրվելու է Ադրբեջանի Թուրքիայի վերահսկողության տակ եւ իզուր չէ որ նաեւ իրանք մինչեւ այդ գնացել են հեցի այսպես կոչված այս կեղծ ազգայնացման հետևից զավթելով այդ ակտիվը եւ փորձում են հիմա Հայաստանը կախվածությունը խորացնել Ադրբեջանից Թուրքիայից դա կոչելով համակարգերի միավորում։ Այսինքն հաջորդիվ լինելու է Գազպրոմի, այսպես ասած, պետականը։ Ես դժվարանում եմ ասեմ իրանք հաջորդիվ ինչ քայլ կանեն, բայց մեր համար այնքան Գազպրոմ էս բան քրիտիկական չէ, ինչքան է էներգետիկան։ Եվ քանի որ մեր էներգետիկ համակարգը ինքը որոշակի ավտոնոմիա ունի հենց ի շնորհիվ ատոմակայանի, որտեղ ատոմակայանը Հայաստանին է պատկանում, Հայաստանն է դրա սեփականատերը, Հայաստանի Հանրապետությունը։ Եվ հետեւաբար այդ էներգետիկ համակարգի անվտանգությունը շատ կարևոր է էլի մեր համար։ Եվ մենք կարող ենք այդ համակարգերը աշխատացնել նաև ի շնորհիվ ատոմակայանի որոշակի ինքնավարության, որտեղ դու մի անգամ այն լիցքավորում ես, ինքը տարիներով աշխատում է եւ անընդհատ այդ մատակարարման կարիք չունես։ Բայց երբ դու դա վերահացնում ես, դու ամբողջովին կախվածության մեջ ես հայտնվում արդեն ներմուծող եւ էլեկտրաէներգիայից եւ գազից եւ մնացած կոմպոնենտներից։ Այսինքն մասնագետների մտահոգությունները թե թրիփի իրագործումը սպառնալիք է էներգետիկ անվտանգությանը Հայաստանի համապատասխանում է իրականությանը։ Նայեք, մասամբ եմ կիսում, որտեղ նայեք թրիփի ամբողջականը, քանի որ պատկերը պարզ չի էներգետիկ առումով։ Ես թրիփը կարա անուղղակիորեն ազդի, եթե թրիփի մասին է խոսքը Հայաստանի էներգետիկ համակարգերը, բայց մեր համար ավելի վտանգավոր է այ նմանատիպ հայտարարությունը, որ մեր եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը իբր թե միավորելու են, նույնիսկ ում տենց հասկացողություն գոյություն չունի, բայց թրիփի հետ կապված սա պետք է նախ հասկանալ, թե այդ համակարգը ոնց է աշխատելու, ում վերահսկողության ներքո ալնելու, այդ կոնսորցիումը, որ ստեղծում են ինքը բացի ճանապարհայինից, ինչ եւս մատակարարման արդյոք դա լինելու է նաեւ գազի, էլեկտրաէներգիայի կամ այլ խողովակաշարերն անցնել, քանի որ այս ամենը շատ աղոտ է, ուղղակիորեն պնդել, որ թրիփը կարող է ազդել Հայաստանի էներգետիկի վրա, տեսականորեն կարող է։
որոշակի ռիսկեր ստեղծել։ Բայց գործնական հողի վրա ինքը դեռ մինչև վերջ պարզ չէ իր գործառույթները։ Պարոն Մանուկյան, երեք ընդդիմադիր падգամավորները նման ահազանգ էին անում, մտահոգություն են հայտնում, որ ամերիկյան կողմը բանակցում է Ադրբեջանի հետ, որ Թրամփի ուղու աշխատանքներում ներգրավեն ադրբեջանական ներդրողներ։ Դուք նման ինֆորմացիայի տիրապետում եք, տեսել եք դրանք եւ այսինքն ստացվում է ադրբեջանական կապիտալը Սյունիքում, սա ինչ վտանգներ կարող է ունենալ։ Նայեք, ես չունեմ տենց ինֆորմացիա, որ տենց բանակցություններ են գտնում, ու ես կարծում եմ, որ շատ քիչ հավանական է, որ ադրբեջանական կապիտալ ներդրվի։ Ավելի շատ հավանական է, որ դա կլինի թուրքական։ Այսինքն թուրքական ընկերությունների, Թուրքիայի շահերը գաղտնիք չէ, 74%-ը պատկանում է ամերիկյան կողմին։ Ըստ օգոստոսի 8-ին կնքված պայմանագրի սև սպիտակի վրա գրած է, որ կարող է նաև երրորդ կողմին ներգրավել։ Ես ավելի հավանական եմ համարում, որ այդ երրորդ կողմը Թուրքիան կլինի, կամ ինչ-որ թուրքական ընկերություն, կամ ինչ-որ ընկերություն, որ աֆիլիացված, իսկ կապեր կունենա թուրքական կապիտալի եւ թուրքական, ասենք թե էներգետիկ համակարգերի հետ կամ այլ համակարգի հետ։ Այսինքն Թուրքիայի ներգրավվածությունը այս համակարգում ես ավելի հավանական եմ համարում, քան թե Ադրբեջանի։ Դա ամբողջովին վտանգավոր է, այդտեղ ոչ մի հօգուտ Հայաստանի ոչինչ չկա։ Թուրքիայի ներգրավում այս գործընթացում Թուրքիայի կողմից այս թրիփի նկատմամբ վերահսկողության հաստատումը անկախ նրանից թե քանի տոկոսը Վաշինգտոնը կծախի, ասենք թե հիմա ինքը ունի 74, կարող է 10%-ն է, կարող է 30%-ն է վաճառում վաղը թուրքական կողմին, սա ցանկացած իրավիճակում սա Հայաստանի համար լուրջ ռիսկեր է պարունակում, հատկապես Հայաստանի ամենավտանգավոր գոտու Սյունիքի համար։ Ինչու լավ հարաբերությունները նման առևտուրը եւ այլն դրական չի ազդելու։ Թուրքիան եւ Ադրբեջանը մեծ թշնամի պետություններ են եւ իրենք չեն թաքցնում, դրա մասին բացահայտ խոսում են։ Ունեցել նպատակն է Հայաստանի վերացում, պետք չէ խაფել են բառերին խաղաղության եւ այլն եւ այլն։ Ավելի շատ պետք է խորքային նայել եւ հասկանալ, որ ասենք թե Ադրբեջանի համար Հայաստանի թուլացումը, սա իր համար ռազմավարական հեռու գնացող խնդիր է։ Կարևոր չի դա ինքը ոնց կանի, ռազմական ճանապարհով կանի, տնտեսական ճանապարհով, թե չգիտեմ, էժան, այսպես կոչված բենզին ներմուծում, թե Հայաստանի հարավի նկատմամբ վերահսկողությամբ հաստատմամբ, թե չգիտեմ, այսպես կոչված անկլավների նկատմամբ վերահսկողությամբ հաստատմամբ, իր նպատակը Հայաստանի ոչնչացումն է։ Ու ինքը գործին լծվել է, առաջ է գնում եւ գործող ռեժիմն էլ իրեն քայլ առ քայլ օգնում է այդ ճանապարհին։ Իր զուտ միայն իր նեղ կարճաժամկետ իշխանության մնալու այս ծրագիր իրականացնելու համար։ Եվ ես բազմաթիվ անգամ ասել եմ եւ հիմա էլ եմ ուզում պնդել, որ իրանց այսպես կոչված էժան բենզին քաղաքականությունը սա ընդհանրապես ընտրակաշառք է, որ Ալիևը բաժանում է, որպեսզի գործող ռեժիմը վերականգնվի կամ կարողանա նորից իշխանությունը կարողանա պահպանել իր ձեռքում։ Սա է նպատակը։